Կարևոր է, որ մենք աղջիկներին սովորեցնենք ոչ թե ինչպես վաճառել, ինչպես թանկ վաճառել իրենց սեքսուալությունը, այլ թե ինչպես ճիշտ գնահատեն իրենց հնարավորությունները։ Ես չեմ ուզում, որ որևէ աղջիկ այս աշխարհում մտածի, որ իր միակ եւ իր ամենաթանկ կապիտալը իր մարմինն է, որ չգիտեմ ինքը մենակ մարմնի մասին է։ Ես հիմա աղջիկներին շատ վատ խորհուրդ եմ տալու։ Մի սովորեք, մի աշխատեք, մի մասնագիտացեք, ուղղակի OnlyFans բացեք եւ հարստացեք։ Երբ որ այսպես ուղիղ եմ ասում, աբսուրդային է հնչում, չէ՞, բայց սա այն ուղերձն է, որը ամեն օր, ամեն ժամ մեդիան փոխանցում է աղջիկներին։ OnlyFans-ի մասին ես դեռ խոսեմ, բայց մինչև եկեք հասկանանք, թե ում է ձեռնտու, որ կանայք ոչ թե կրթվեն, սովորեն, մասնագիտություն ձեռք բերեն, զարգանան գիտության, արհեստի, արվեստի մեջ, այլ պարզապես մոնետիզացնեն տղամարդկանց սեռական ցանկությունները։ Եվ հավատան են ստին, որ սա հարստանալու ամենահեշտ ճանապարհն է։ Իհարկե, սա ձեռնտու է պատրիարխալ համակարգին։ Իրականում սա շատ վիրավորական ուղերձ է կանանց համար, բայց այդ մասին ուրիշ անգամ։ Այդ հարթակում հնարավոր է գումար աշխատել, իհարկե հնարավոր է։ Բայց գիտեք, հարցն այն է, թե քանիսն են այդքան օգտատերերից գումար վաստակում, միլիոններ։ Սա մարքեթինգային քայլ է, ցույց տալ հաջողության պատմությունները։ Ռիսկերը իրական են ու ահռելի ու վտանգավոր։ Security Symposium-ի շրջանակներում հրապարակվել են հստակ հետազոտություններ։ Ամենատարածված խնդիրներից մեկը այդ կոնտենտի տարածումն է։ Պատկերացնում եք, սա ինչ ահռելի խնդիր է, որովհետև համացանցը ոչինչ չի մոռանում։ Հետապնդման, ոտնձգության, բռնության, շանտաժի այս դեպքերը գիտեք ինչքան շատ են։ Դու այդ բովանդակությունը վաճառում ես մի անգամ, բայց դրա հանդեպ վերահսկողությունը դու կորցնում ես ընդմիշտ։ Ինչու կանանց փոխանցվող հաջողության պատմությունների մեջ այդքան շատ չի խոսվում սովորելու, մասնագիտանալու, մտավոր ունակությունները զարգացնելու ու այս համատեքստում այլ թեմաների մասին։ Փոխարենը շատ հաճախ հանդիպում ենք հենց այսպիսի պատմությունների։ Դու էլ աղջիկ ջան կարող ես հարստանալ մոնետիզացնելով տղամարդկանց սեռական ցանկությունները, ախր դա այնքան հեշտ է, այնքան անվտանգ է։